Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Մենք այս օրերին ապրում ենք պատմական իրադարձությունների մի ընթացք, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության հեղինակավոր դերը քաղաքակիր երկրների շարքում։ Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գործնական արտացոլումն են այն արտաքին ու անվտանգ հավասարակշռման եւ հավասարակշռող քաղաքականության, որը վերջին տարիներին վարվում է Հայաստանի Հանրապետությունը վարչապետի գլխավորությամբ։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի ու մեր տարածաշրջանի բազմաթիվ երկրների հետ արդեն հաստատել է ռազմավարական գործընկերային հարաբերություններ։ Հայաստանը դառնում է Հարավային Կովկասում կարևոր աշխարհաքաղաքական, ժողովրդավարական, տնտեսական, տրանսպորտային, տեխնոլոգիական, էներգետիկ եւ հումանիտար կենտրոն եւ հանգույց, ինչի մասին այլևս բացահայտ հայտարարում են գերտերությունների առաջնորդները։ Հայաստանը անհույս ֆորպոստից վերածվել է հուսալի գործընկերոջ, հենարանի ու համագործակցության հանգույցի, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների եւ գերտերությունների համար։ Հայաստանը հնարավորություններ սպառող երկրից դառնում է հնարավորություններ առաջարկող երկիր։ Այս ամենը զուգահեռաբար մեծացրել է մեր երկրի աշխարհաքաղաքական դերը, անվտանգային եւ դիմակայունության պոտենցիալը։ Այո, սա իրական Հայաստանն է, որը մենք կառուցել ու կառուցելու ենք։ Սիրելի հայրենակիցներ, այս իրականությանը հակառակ մենք ունենք երկրի ներսում գուբերնիստ խմբակներ, որոնք Հայաստանը հանուն իրենց բիզնես շահերի դարձրել էին ֆորպոստ եւ այժմ հոգեխանգարման մեջ են հայտնվել տեսնելով Հայաստանի հաջողությունները միջազգային հարաբերություններում։ Այս մարդկանց ողբերգությունը կայանում է նրանում, որ իրանք եվրոպական անձնագրերը գրպանները դրած փնովում են Եվրոպան, տարածում են ստեր եւ կեղծ տեղեկատվություն, ահաբեկելով Հայաստանը եւ նրա քաղաքացիներին, քանի որ այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանում եւ նրա շուրջ, զրոյացնում է ուժեղ ստախոսների այս խմբակի քաղաքական գոյության հնարավորությունը։ Նրանց մնում է գիտակցել իրենց թշվառությունը, համակերպել այս իրականության հետ եւ որպես երրորդ երկրների ձեռքում հիբրիդային գործիքներ մի վերջին անգամ աշխատել Հայաստանի եւ նրա շահերի դեմ։ Ինչու եմ ասում մի վերջին անգամ, քանի որ առաջիկայում ընտրություններ են եւ մեր քաղաքացիները իրենց ընտրությամբ դրսից կառավարվող այս գործիքներին վերջնականապես կուղարկեն պատմության աղբարկը։